Բարի լույս։ Եթերում առավոտը շանթումն է, մենք ուղիղ եթերում ենք ու շաբաթվա աշխատանքային բոլոր օրերը կարող եք սկսել հենց մեզ հետ վստահ լինելով, որ շարունակելու ենք դրական լիցքերով ու հագեցած տեղեկություններով։ Այսօր նոյեմբերի 5-ն է, չորեքշաբթի, Երևանում այս պահին 8 աստիճան տաքություն է։ Այս աշունն ավելի է ջերմացնում իհարկե մեր ծանոթները, ովքեր Եվրոպայի առաջնությանն արդեն 7 ոսկե մեդալներ են պարգևել մեզ։ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը 3 ոսկե մեդալակիրներ դարձան Գարիկ Կարապետյանն ու Աշոտ Մովսիսյանը։ Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։ Ծանրոտ Լիաննա Գյուրջյանը դարձավ առաջնության չեմպիոն, Էմմա Պողոսյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, իսկ հիմա մենք վերադարձանք, իսկ հիմա ժամանակն է մի քանի հետաքրքիր իրադարձությունների մասին խոսել, որոնք կապ ունեն նոյեմբերի 5-ի հետ։ 1840 թվականին նոյեմբերի 5-ին ծնվել է Գարեգին Սրբանցտյանը, հայ հոգևորական, բանասեր, բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։ Իսկ 1927 թվականի նոյեմբերի 5-ին ծնվել է Վանուշ Խանամիրյանը, Պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար։ 1935 թվականի նոյեմբերի 5-ին թողարկվել է Մոնոպոլիա խաղը։ Ահա այսպիսի ծննդաշատ նորություններ, իհարկե մենք շնորհավորում ենք նաև բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր, եւ անցնում ենք առաջ։ Իսկ աշխարհը արդեն սկսել է պատրաստվել ամանորին։ Հրապարակվել են Եվրոպայի լավագույն ամանորյա տոնավաճառների բացման ամսաթվերը։ Իսկ մեր եթերում սպասվում է համեղ բաղադրատոմս Լիկայից։ Իդեպ Մանո Բրուտյանը կկիսվի առողջ ու գեղեցիկ լինելու իր այսօրվա խորհուրդներով, եւ նաև մենք միասին կպտտվենք աշխարհի շուրջ ու էլի շատ հետաքրքիր թեմաներ կքննարկենք ու հետաքրքիր զրույցներ կունենանք։ Իսկ հիմա մի փոքր խոսենք եղանակի մասին։ Հայաստանում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը 16-ից մինչև 18 աստիճան տաքություն կլինի։ Տաք աշունը շարունակում է իր ընթացքը, այնպես որ պետք է վայելել այս օրերը եւ մենք անցնելով առաջ ասենք, որ 2025 թվականին աստղագետները խոստանում են 2 տպավորիչ սուպեր լուսին անընդմեջ նոյեմբերին եւ դեկտեմբերին, ու սա հազվադեպ երևույթ է, երբ լիալուսինը համընկնում է նրա երկրին առավելագույն մոտեցման պահի հետ։ Տարվա առաջին եւ ամենապայծառ սուպեր լուսինը տեղի կունենա հենց այսօր, իսկ երկրորդը ճիշտ 1 ամիս հետո, դեկտեմբերի 5-ին։ Լիալուսնի փուլը կսկսվի նոյեմբերի 5-ին ժամը 17:20-ին երևանյան ժամանակով։ Մոտիկության պատճառով լուսնի սկավառակը տեսողականորեն կմեծանա մոտ 8%-ով, իսկ պայծառատեսությունը կաճի 16%-ով։ Իդեպ պայծառությունը, այո։ Այնպես որ իդեպ քանի որ նմանատիպ սուպեր լուսին ենք ունենալու, չմոռանաք երեկոյան ժամերին նայել վերև
որպեսզի տեսնեք Լուսինը։ Դիտել կարող եք նաև արևածագին կամ արևմուտին, երբ Լուսինը բարձրանում է հորիզոնից դեպի վեր։ Շարունակենք գիտական թեման ու արդեն մշակվում են համակարգեր, որոնք թույլ կտան ամբողջությամբ պարալիզացված մարդուն ապրել սովորական կյանքով, չունենալով դժվարություններ։ Տեխնոլոգիան դեռևս կատարյալ մշակված չէ, բայց առաջիկա տարիների ընթացքում այն հասանելի կլինի բոլորին։ Իգիտություն շարքում այսօր կխոսենք նեյրոինտերֆեյսի մասին։ Այն իդեպ բժշկության մեջ վաղուց արդեն կիրառվում է։ Դիտենք տեսանյութը ու վերադառնանք։ Դիտեցինք տեսանյութը, վերադարձանք, իսկ այս պահին առաջարկում եմ միասին լսենք երաժշտություն և նորից վերադառնանք։ Մենք վերադարձանք և լավ երաժշտությունից հետո ժամանակն է դիտել գովազդ։ Վերադարձանք գովազդից ու տաղավարում արդեն մենակ չենք, Ադենա Project-ն է մեզ հետ։ Այսօր խոսելու ենք և դիտելու ենք նոր տեսահոլովակը ու իմանալու ենք խմբի ապագա ծրագրերի մասին։ Արին Քարամյան, խմբի համահիմնադիր և երաժշտական ղեկավար Ինեսսա Ավագյան, երգչուհի, կիթարիստ Համլետ Նալբանդյան։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Սկսենք խոսել մի անգամից նոր երգի մասին, ինչ ճանապարհ է անցել այս երգը մինչև տեսահոլովակի պրեմիերը։ Այս երգը ես կարող եմ ասեմ եղբայրս Արիսն է որոշել, որ պետք է գործ ասենք նոր շունչ տանք։ Նոր շունչ տանք, կարելի է տենց ասել։ Մեզ համար շատ հին տենց լսված երգերից էր ուճուր ժամանակ։ Գաղափարը Արիսի կողմից էր ու որոշեցինք անենք ու հույսով եմ, որ դուր գա բոլորին լսելուց հետո։ Ադենա Project-ը, ինչպես որ մենք ենք նկատում, բավականին այսպես հին երգերը վերցնում են, նորացնում, մի քիչ էլեկտրո երաժշտություն, մի քիչ ռոկային երաժշտություն, հա։ Սա է ձեր ոչ, այսինքն ուղղվածությունը հենց սա է, թե ունեք նաև շատ հեղինակային երգեր։ Արդեն ունենք հեղինակային գործեր, որը որ 2026 թվականից արդեն սկսած մեր հեղինակային գործերը եւ cover գործերը հին հայկական լինելու են շատ շուտով։ Քանի որ ոճի մասին խոսեցինք, կարծես Հայաստանում այդքան էլ տարածված չի ժողովրդականի եւ մետալի միասնությունը, միքսը, բայց ձեր մոտիվացիան որտեղից է եկել։ Ի սկզբանե ինչպես եք մտածել, որ պետք է նմանատիպ լինի։ Ընդհանրապես, հա, ճիշտ բան եք նկատել, Հայաստանում դա մի քիչ պակաս զգացվում էր։ Բնականաբար մենք այդ ժանրի տակ կարելի ասել մեծացել ենք, այդ երաժշտությունը սիրում ենք, այդ ոճը, բնականաբար հայերենն էլ արդեն դե մեզ համար հոգեհարազատ է, որոշեցինք ինչու՞ չէ, որ ես երկուսը միքսենք, որտեվ մնացած երկրներում որ դնում ես իրանք այդ գործը անում են, ոնց որ ներկայացնում են մոդեռն վիճակով, որոշեցինք մենք էլ մեր ձևով այդ ամեն ինչը մատուցենք։ Այ խոսեցինք հեղինակային երգերի մասին, հեղինակային երգերը ինչ ոճի են։ Նույն ոճի կարելի է ասել։ Ավել սենց օրկեստրալ, ծանր երաժշտամ, ծանր գործիքավորմամբ, բայց լրիվ հայկական տեքստերով։ Ինեսսա, իսկ բարդ չէ կատարել նորովի հին երգը, որը մեր ականջին նստած է այլ կերպ եւ մեկ էլ նոր մեկնաբանություն պետք է տալ այդ երգին։ Իրականում մի փոքր բարդ է, բայց շատ հետաքրքիր է, որ նոր շունչ պետք է տրամադրես երգին, ու շատ սիրով ենք կատարում դա, ու ասեմ հայերենին եւ հայկական երգերին շատ ասազում ես ոճը։ Շատ հետաքրքիր բան եք ասում, որ սազում է հայկականին այս ոճը։ Ահա, ու շատ մարդիկ որ չեն պատկերացրել երբեք որ այդ երգը կարա լինի այդ ոճի մեջ, լսելով շատ դրական կարծիքներ են հայտնում։ Խոսենք մի փոքր Ադենա Project-ի մասին, հա, ինչպես այն ստեղծվեցում, գաղափարն էր։ Okay, Ադենա Project-ը ստեղծվել է 2014 թվականին։ Ես ու Արիսը միասին տենց այդ գաղափարը մեր մոտ առաջացավ։ Խմբի անվանումը հենց ես եմ որոշել, Ադանան արդեն ինքը իրանով հայկական պատմությունն է ներկայացնում, ցեղասպանության հետ կապված, ու այդ կարելի ասել 2014 թվականին ստեղծվել ենք ու 2017-ից կարելի ասել մեր օֆիցիալ վիդեոն, ամենաառաջի վիդեոն թողարկումը ունեցել ենք Թարմ ծաղիկներ անունով երգը, այդ էր։
Իսկ այս տարիների ընթացքում խումբը փոփոխությունների ենթարկվել է, որովհետև անդամները շատ են խմբում։ Իսկ ինչ ազդեցություն է դա թողել ընդհանուր երաժշտության վրա։ Անկեղծ ասած, ազդեցություն երաժշտության վրա ոչ մի, որտեղ դա մեզ համար նպատակ է, այսինքն կապ չունի, որ խմբի անդամ փոխվում է թե չի փոխվում, որտեղ հիմնականում որպես հիմնադիր եւ որոշող ես ու եղբայրս ենք, բնականաբար երաժիշտները իրանց անելիքը անում են, իրանց ներդրումը դնում են, բայց փորձել ենք, որտեղ իմանալով խումբ պահել ինքը հեշտ գործ չի։ Մենք փորձել ենք այդ ամեն ինչը նենց կազմակերպենք, որ շատ չվնասի։ Շատ լավ, առաջարկում եմ հիմա միասին դիտենք տեսանյութը, պրեմիերա կլինի մեր եթերում երջանկության արդյունքները։ Ու այնուհետև կվերադառնանք եւ կխոսենք տեսահոլովակի ու երգի մասին։ Adana Project։ Շանթի ուղիղ եթերում պրեմիերա էր Adana Project, երջանկության արդյունքները։ Մենք էլ շարունակենք եթերը խոսելով տեսահոլովակի մասին։ Շնորհավորում ենք ձեզ, շատ գեղեցիկ էր ամեն բան, շատ որակյալ։ Այ կուզենամ մի փոքր նաև խոսենք տեսահոլովակի մասին, հա։ Ինչպես միտքը ծագեց հենց այս տեսակի տեսահոլովակ նկարել եւ իմաստն ամբողջությամբ։ Ինչպես երգը եւ տեսահոլովակը մեր խմբի Այստեղ օգնության եկել։ Հիմնադիր Արիսի կողմից է գաղափարը եկել, հենց երգի եւ տեսահոլովակի գաղափարը ռեժիսորի հետ մտածել են եւ ստեղծվել է այս գեղեցիկ աշխատանքը։ Շատ գեղեցիկ է իսկապես։ Բայց ցանկանամ բոլոր ովքեր որ աշխատել են այս գործի վրա, շնորհակալություն հայտնենք նրանց, եթե ճշտակ։ Այո։ Երջանկության արդյունքները, խոսքերի հեղինակ Սարգիս Մուրադյան, երաժշտությունը Մանուել Մենենկիչյան, գործիքավորում Adana Project, ձայնագրություն եւ միքս մաստերինգ Սերգեյ Գասպարյան Alpha Sound, ռեժիսոր Մարիամ Գևորքյան, դերասաններ Լաուրա Աթաջյան, Նիմա Ալախանի, լուսային ռեժիսոր Գոր Պողոսյան, տեխնիկական ասիստենտ Սերգո Պողոսյան, դիմահարդեր Սուզաննա Մարտիրոսյան եւ հագուստի դիզայներ Հասմիկ Ավանեսյան։ Շնորհակալություն եմ։ Շնորհակալություն բոլորին եւ բոլորին ասացինք, բոլորիդ շնորհավորում ենք։ Խոսենք նաեւ մի փոքր երաժշտական մասերի հետ կապված։ Գիտարի հատվածը շատ ընդգծված էր եւ արդյոք եղել է ընթացքում տեսահոլովակը նկարելու կամ ձայնագրության ընթացքում իմպրովիզներ, թե ամեն ինչ այնպես էր, ինչպես սկզբանե գծագրված էր, այսպես ասած։ Իմպրովիզներ միշտ են լինում, կա թե ձայնագրության ժամանակ, թե փորձերի ժամանակ, ընթացքում փոփոխվում է, էլի, կարող է վերջի պահին նույնիսկ փոփոխությունը լինի, նոր միտք կա մինչև վերջնական տարբերակը ստանալը, միշտ է լինում իմպրովիզներ։ Այ վերջնական տարբերակի մասով արդյոք հիմա այն ինչ որ մենք տեսնում ենք, այն է ինչ դուք պլանավորել եք նախապես։ Ձեր սպասելիքները արդարացված են այս տեսահոլովակով, թե ոչ։ Մեր սպասելիքները արդարացված է։ Այսինքն այն ինչ որ մտածել ենք ու ուզել ենք ստանանք, թե երաժշտական առումով, թե վիդեոյի առումով արել ենք, ստացել ենք։ Ես գոհ եմ։ Վստահ եմ, որ Adana Project-ը ունի շատ երկրպագուներ, իսկ արդյոք ունենում եք համերգներ, թեկուզ այսպես փոքր ավելի կլուբային, թե ավելի մեծ պլաններ ունեք։ Ունենք մեր ապագա համերգը ամսի 15-ին է Էպոսում, ցանկացողները կարող են գա մոտիկից մեզի լսեն ու կարելի ասել ամեն ամիս համարյա մենք համերգներ ունենք։ Իսկ ես ուզում եմ իմանալ ինչ եք զգում պրեմիերայի պահին։ Ավելի թեթևություն, ազատություն, թե պատասխանատվությունն ավելի մեծանում է։ Մի փոքր թեթևություն մի քանի րոպեն, բայց հետո պատասխանատվությունը ավելի է մեծանում, որովհետև բոլորից սպասումները ավելի են մեծանում։ Մեզնից շատ ավելին են սպասում, ու մենք էլ պետք է ավելի շատ աշխատենք, որ չհիասթափեցնենք ոչ ոքի։ Ինեսա, այս տեսակի երաժշտությունը կարծես ինքը մի տեսակ ավելի սպეციფიկ է եւ ունի իր երկրպագուներ, այսպես դուք որպես երգչուհի այն է ինչ երգում եք ձեզ հոգեհարազատ է, թե ուղղակի կարծես պրոդյուսերական թիմն է ձեզ տանում դեպի այս ոճի ուղղվածությանը։ Չէ, շատ հոգեհարազատ է այս ոճը եւ թիմը ընդհանրապես։ Իհարկե նոր եղավ պրեմիերան երգի, բայց ուզում եմ մի փոքր շտապելով առաջ ընկնելով իմանալ, թե հաջորդ երգի պրեմիերան երբ է լինելու եւ ընդհանրապես ապագայում ինչ ծրագրեր ունեք։ Ապագայում շուտով ելնելու է մեր նոր ալբոմը,
որտեղ որ հենց այս երգով ենք ոնց որ ներկայացրել, դեկտեմբերի 8-ին լինելու է ալբոմի ռելիզը։ Ու դրան հաջորդվելու է նոր տեսահոլովակ, որը որ հələ գաղտնիքա չենք ասի, որ երգի մոտիվներով է եղել, հա, բայց նոր տեսահոլովակ է լինելու, որ շատ կրկին շատ սիրուն է նկարահանված, հուսով եմ բոլորին դուրս կգա։ Այ խոսեցիք ալբոմից, ինչ ալբոմ է մեզ սպասվում, քանի տրեկից է այն բաղկացած լինելու։ Ալբոմում, եթե չեմ խաղում, 8 կամ 9 տրեք է լինելու։ Այն դեր առաջինն է։ Իմ, որ Ադանայի հետ եմ միացնում, հա։ Ադանայի առաջին ալբոմն է։ Չէ, Ադանայի երկրորդ, ես որ արդեն Ադանա պրոջեկտ իրենց հետ եմ, այն առաջի ալբոմն է իրենց հետ։ Ոճային ոչ մի փոփոխություն, բոլոր երգերը նույն ոճի մեջ են, 8-ն էլ։ Մի քիչ ավելի հարստոտ։ Հավատարիմ մնալով, բայց ձեր սկզբունքների։ Շնորհակալություն նախ երգի համար, եւս մեկ անգամ ձեզ շնորհավորում ենք եւ հետո այստեղ գտնվելու համար ու ձեր առավոտը մեզ հետ սկսելու համար շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Ադանա Project-ը, նոր երգի պրեմիերա ունեինք, իսկ հիմա միասին կդիտենք Գովաստ ու կվերադառնանք։ Վերադարձանք Գովազդից եւ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի միասին խաղանք այս խաղը։ Ու ինչպես երեք ասել ենք, ամեն օր մեր եթերում առողջ ու գեղեցիկ ապրելու իր խորհուրդներով մեզ միանալու է մարզիկ, սննդաբան, body builder Մանոն, Մանո Բրուցյանը, խոսքը փոխանցենք Մանոին ու պարզենք, թե ինչպես նիհարել 10 կիլո, շատ կարևոր հարց, բոլորին հուզող։ Բարև ձեզ, իմ սիրելի ժողովուրդ, հույսով եմ լավ եք այսօր, որովհետև նայում եք արդեն այս եթերը, եկեք հասկանանք այսօր ինչ հարց ունենք, որպես ես ձեզ պատասխանեմ։ Մանո ջան, ուզում եմ մեկ ամսում 10 կիլոգրամ նիհարել, կարող եմ։ Եկեք հասկանանք, թե այս հարցը ինչքանով է ճիշտ, երբ որ տալիս եք մեկին։ Ճիշտ է, լսում եք սոցիալական ցանցերով, թե այս հարցը շատ է հնչում եւ իհարկե մարդիկ ասում են ձեզ, այո, ես կարող եմ, ես կանեմ, իհարկե ինչ թիվա որ ճիշտ ես։ Եկեք հասկանանք դա առողջ է, թե ոչ։ Ուրեմն գոյություն ունի կալորիաներ։ Մի կիլո ջարդը, որը գտնվում է քո որովայնի շրջանում կամ չգիտեմ, ինչ որ մի տեղում քո մարմնի վրա, արժեքը 7700 կալորիա է։ Okay, 7700 կալորիա։ Եթե մեզ օրինակ եմ ասում, հաշվում ես քո BMI-ը, դուրս է գալի քո օրվա ուտելիքը, որպեսզի դու ապրես, քեզ պետք է 2000 կալորիա։ Օրինակ եմ ասում, 2000 կալորիա, չէ՞։ Եկանք մենք դեֆիցիտ արեցինք 500 կալորիա։ Սկսեցինք օրը ուտել 1500 կալորիա, չէ՞։ 7 օր, այսինքն մի շաբաթ պահեցինք, ինչքան արեց 7 անգամ 500, անում է 3500։ Մի կիլո ջարդը ինչքան էր 7700։ Այսինքն ինչքան իջարդու 5 կիլոգրամ։ Հասկացանք։ Ամիս ինչքան եղավ 2 կիլոգրամ։ Okay։ Ակտիվություն ավելացրեցիր, հերար դուրսը քայլեցիր ամեն օր, գնացիր մարզասրահ, սկսեցիր օրը ինչ որ 500 կալորիա ավել ծախսել դու։ Okay։ Ակտիվություն ցուցաբերեցիր։ Ինչ եղավ։ Էլի շաբաթվա վերջ մոտավորապես 5 կիլոգրամ, ամսվա գդրվածքով մաքսիմում 4 կիլոգրամ։ Սա ամենաառողջ քաշի գորուստի ֆորմատն է։ Okay։ Դրանից ավել նշանակում է ինչ որ մի բան այն չի։ Հիմա ես պիտի ասես, ես առաջի ամիսը այդ քո ասածով բայեցի եւ ավելի շատ նիհարեցի։ Okay, առաջի ամիսը հաշվի ենք առնում, երբ որ դու անկանոն էիր սնվում, շատ էր քաղցրավենիքներ կամ ածխաջրեր օգտագործում, քո մարմինը բաղում էր ավելորդ ջուր։ Երբ որ դու բերում ես բալանսի, քո քաղցրավենիքները, քո ածխաջրերը, բերում ես բալանսի, քո ավելորդ ջրերը մարմինը դուրս է հանում։ So հնարավոր է, որ առաջի ամիսը դու գործենես ավելորդ քաշ, զուտ ջրի հաշվին։ Okay։ Իսկ երկրորդ դեպքում, երբ որ սկսում ես սխալ սնվել, ավելի քիչ սնվել, ինչ ալինում, արդեն մգանները նաև սկսում են գործնել իրանք։ So, եկեք ճիշտ խաղանք ես խաղը ու մնաք Մանոյի հետ։ Ես կարծում եմ, որ հիմա մեզ պակասում է ինչ ասմիկ։ Չգիտեմ, ինչ ես մտածում։ Լավ երաժշտություն։ Համամիտ եմ, եկեք գնանք ու միասին լսենք երաժշտություն Շանթի եթերում եւ վերադառնանք։ Ամեն առավոտ մենք պտտվում ենք աշխարհի շուրջը, գնում ենք տարբեր վայրեր եւ բացահայտում ենք աշխարհը նոր աչքերով։ Այսօր միասին ճանապարհորդելու ենք Չինաստանով։ Գնացինք։
Ճանապարհորդեցինք Չինաստանում, հիմա առաջարկում եմ միասին ճանապարհորդենք գովազդային աշխարհում։ Շատ կարճ գովազդ ու վերադառնանք։ Գովազդ Շանթի եթերում։ Այո, առավոտը հրաշալի ժամանակ է անգլերեն սովորելու համար։ Եթե անգամ դուք տանն եք ու այդ հարցում իհարկե մեզ ու ձեզ կօգնի Սոնա Փարեմուզյանը։ Եկեք տեսնենք, թե այս առավոտ քանի բառով ենք ավելացնելու մեր անգլերեն բառապաշարը։ Գնացինք։ Չգաս, տիպիկ խոսակցական արտահայտություն, որը հաստատ ամեն օր օգտագործում եք, լավ, ամեն օր էլ չէ, ժամանակ առ ժամանակ։ Չփնտրեք մունատ բառը հաստատ չի օգնելու։ Տիպիկ խոսակցականը։ Ասում ենք don't give me attitude, don't give me attitude։ Իսկ ավելի շատ որակյալ անգլերենի համար հետևեք մեր Instagram-յան էջերին կամ անցեք դասընթացներ մեր լեզվի դպրոցներում։ Հայ խոհարարները հերթական անգամ նոկդաուն են արել իրենց արտասահմանցի գործընկերներին ու նրանք արդեն մեր տաղավարում են։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության շեֆ խոհարարներ Յուրիկ Սարգսյանն է, մեր հյուրը Վլադիմիր Խաչատրյանը, Վրեժ Մելիքյանն ու Սոնա Մեխանջանյանը։ Մեր տաղավարում են մեր հյուրերը, բարի առավոտ բոլորին։ Բարի լույս։ Ձեզ շնորհավորում ենք, տեսնում ենք ձեզ բազմաթիվ մեդալներով։ Խնդրում եմ պատմեք ինչ մրցույթ էր, ինչ նվաճումներ ունեք նոր։ Ինչի համար են այս մեդալները ձեզ տվել։ Նորից բարի լույս բոլորին։ Մրցույթը կայացավ Կրասնոդարի Դորսու Տաուր տարածքում ու երկրորդ միջազգային մրցույթ մասնակիցները 27 երկիր եւ Հայաստանը մասնակցում էր այդ մրցումներին։ Ունենք մրցումների ընթացքում 4 հայ ժյուրիներ, ես Յուրիկ Սարգսյանը, Էդուարդ Սիմոնյանը, Ավետիք Իսախանդյանը եւ Գրիգոր Դանելյանը։ Իսկ մասնակիցները 6-ն էին, 2 թիմային էին ու ասեմ, որ մի թիմը գրավեց առաջի տեղը։ Բայց ունենք բազմաթիվ մեդալներ, 7 ոսկի, 7 արծաթ եւ 3 բրոնզ մեդալներ են վերել։ Ինչ մրցույթ է սա եւ տարվա մեջ մեկ անգամ է իրականացվում, ինչ կոնկրետ կանոններ ունեն մրցույթին մասնակցելու համար։ Տարվա մեջ մեկ անգամ է իրականացվում, նաեւ անցած տարել ենք մասնակցել, շնորհակալություն ձեր եթերին, նաեւ լուսաբանվել է։ Տարվա մեջ մեկ անգամ է, մրցույթը հիմնականը խոհարարական եւ հրուշակագործության հետ կապված ուտեստներ ժամանակի ընթացքում պետք է կարողանաս 1 ժամվա ընթացքում պատրաստես ինչ-որ ազգային կամ յուրահատուկ ուտեստ, որը որ կլինի իր թանձրուկով եւ իր խավարտով ու հիմնական ինչ-որ ժյուրիները տալիս են պատրաստելու միս կամ ձկնեղեն։ Որ թիմը ինչ ուտեստ է պատրաստել, ինչով եք զարմացրել բոլորին։ Մասնակցել են մեր թիմերը անհատական եւ խմբային։ Խմբայինը 3 հոգուց բաղկացած թիմն էր, որը որ առաջի տեղ վերցրեցինք եւ անհատական մասնակիցներ ունենք, կարող Վլադիմիրին ասենք Խաչատրյան ինքը իր պատրաստածների կասի, որը որ ոսկի առաջ նշեց։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես Վլադիմիրն եմ Խաչատրյան, Գյումրիից, մասնակցել ենք երկրորդ միջազգային խոհարարական մրցումներին։ Իմ նոմինացիան եղել է հավի կրծքամսից ուտեստ, տավարի մսից ուտեստ եւ խմբակային մասնակցություն։ Հավի նոմինացիային նվաճել եմ ոսկե մեդալ, տավարի։ Ինչ եք պատրաստել։ Հավի կրծքամսից ռուլետ,
Ինչ? Ռուլետ։ Ռուլետ, Բաղադրատոմսով չեք կիսվի մեզ։ Կկիսվեմ, կտրամադրեմ, եթե պետք է։ Այո, կարողանանք ընդհանուր մաստեր կլաս ներկայացնել, եթե հարկ կա։ Ահա։ Իսկ ինչ էր հավի կրծքամիսը ծեծում եք, համեմում, հետո։ Իրան մեր պաստուրմայով, պաներով, սպանախով լցոնեցինք, փաթաթեցինք, բաստուրմայով։ Ես անպայման կհիշեմ այսօր ընթրիքին մեր ազգական ուտեստ կամ այսպես ասած հավելում ներկայացրեցինք, որպեսզի ամեն դեպքում մեր հայկականը ներկայացնենք, շունչ տանք, հոգի տանք։ Այսինքն որպես ավանդական ուտեստ ներկայացվել է այս կերակրատեսակը ձեր կողմից։ Օգտագործեցինք, այո, պաստուրմային ես ինքս ակցենտ տվեցի, որպեսզի բաղադրատոմսի մեջ լինի հայկական ինչ-որ մի բան։ Իսկ մեր հարևան երկրից մասնակիցներ կային, որովհետև միշտ այս մշակութային բախումը թեկուզ խոհանոցային կա, չէ, ասում են այս ուտեստը մերն է, մենք ասում ենք մերն է, ու այս բախումը միշտ անընդհատ լինում է։ Մի հատ սս դեպք պատահեմ, էլի խնդիր եղավ, ասում էին, թե տոլման ումն է, ու ինքը միջազգային մրցումների ժամանակ շատ երկրներ, որ մասնակցում են, կարելի ասել մի շարք երկրներում փաթաթում են տոլմա, պատրաստում են տոլմա եւ այդ գլխավոր ժյուրին հարց բարձրացրեցին, որ երկրինն է, ասա բոլոր երկրներն էլ պատրաստում են, բայց հայերի նման պատրաստող տոլմա աշխարհում չկա համով։ Մենք այդպես հպարտությամբ հիմա լսում ենք սա։ Դուք ինչ եք պատրաստել։ Սաղմոն, գազարի իմբիրի եւ նարինջի պյուրեով, հավի կրծքամիս բարբարիսով թարխունի սոուսով։ Այս ինչքան համեղ բաներից եք խոսում։ Մեկ է խմբակային մինի մանթի։ Եվ դուք ինչ մրցանակի եք արժանացել։ Սաղմոնից ոսկի, հավը բարբարիսից արծաթ, խմբակայինը բրոնզ։ Ասացիք, որ պատրաստման համար 1 ժամ էր նախատեսված, բայց հիմնականում կարծես թե հայկական ավանդական կերակրատեսակները երկար են եփվում, չէ՞, ինչպես գիտենք, հիմնական կերակրատեսակները։ Ինչպես եք հասցրել։ Իրականում հասցրել ենք, այո, խմբակայինը տրամադրվեց ժամ ու կես, եթե խմբակայինով ես ելույթ ունենում ժամ ու կես է տրամադրվում, անհատական նոմինացիաները 1 ժամվա ընթացքում։ Ֆորս մաժոր էլ եղավ մեր հետ սարքավորման հետ կապված, եղանակ կդանք, արագ։ Ինչ եղավ, չէր աշխատում սարքավորումը։ Դուխովկեն, հա, կներեք բարի համար։ Գազօջախ, հա։ Գազօջախը իրան մի քիչ սարքից դուրս եկավ, այդպես ասած, բայց ֆորս մաժորնի որոշումով գնացանք պատրաստենք։ Լինում են դեպքեր, որ տագից դուրս եկանք, այդպես ասած։ Այն էլ ոսկի մեդալներով դուրս եկաք։ Դուք ինչ եք պատրաստում եւ որ նոմինացիայում եք մասնակցում։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես մասնակցել եմ 3 նոմինացիայում, տավարի փափկամիս եմ պատրաստել, սաղմոնի ֆիլե եմ պատրաստել եւ թիմային ենք մասնակցություն ունեցել։ Իրականում պայմանները բավականին էքստրեմալ էին, բացօթյա ինքը ինչ-որ եղանակային անձրևներ, բաներ խանգարում էին էլի շատ, բայց փորձեցինք պատվով դուրս գալ այդ ամեն ինչի մեջ, ինչի համար նաև շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այն մարդկանց, ովքեր որ մեզ ոգևորում էին, ոգեշնչում էին ու այդ ամեն ինչին մենք փորձում էինք պատասխանատվությամբ մոտենայինք, չգիտեմ, մաքսիմալ փորձել ենք մեզ դրսևորենք այնպես, որ գանք ու այստեղ մեզ ավելի ջերմ ընդունեն։ Իսկ իմ պատրաստածների մասով կարող եմ նշել, որ դե ինչպես մենք սիրում ենք ասել, գաղտնիքներ շատ կան մեր ոլորտում, բայց փորձել էի պարզություն մտցնել ամեն ինչի մեջ, ինչպես շեֆը ասեց, խավարդ, հիմնական ուտեստ եւ թանձրուկ, իմ մոտ տավարի միսը պատրաստված էր աշտարակ սոուսով, լոլիկը լցոնված էր սմբուկով եւ տարատեսակ համունքներով, վրան պանիր էր արված։ Իսկ ձկան մասով մի քիչ իմ մոտ ֆորս մաժորը շատ եղավ, սարքավորման էլի խնդրի պատճառով, ժամանակից բավականին ուշ տվեցի, որի համար կոպիտ ասած ստացա բրոնզ մեդալը։
Ինչի համար նես չի որ վատ եմ ինձ զգում, բայց ամեն դեպքում կարող ավելի լավ ստացվեր։ Նման իրավիճակներ շատ են պատահում, հուսահատվել պետք չի։ Յուրիկ, արդեն որ երրորդ անգամն է ինչ մասնակցում եք այս տեսակ մրցույթների եւ ինչպես են ընտրվում, թե ովքեր պետք է մասնակցեն։ Ես սկսել եմ մասնակցել 17 թվականից ու այդ մասնակցության ընթացքում նաև վերապատրաստել, որպեսզի դառնամ խոհարարի ժյուրի, որ արդեն գնահատման հիմա ես ներկայացնում եմ փոխնախագահ եմ ՕՄԿԱ-ի Հայաստանում, Եվրոպական ասոցիացիա է, մեր հայկական ասոցիացիան հայ խոհարարների ավանդույթների եւ զարգացման ասոցիացիան եւ նաեւ ՈՒՄԿԱ-ների ներկայացնում այնտեղ ու տես տարիների փորձը հավաքելով մինչև մասնակցելը տղաների հետ մի քանի օր մենք սկսեցինք վերապատրաստումներ անել, տրեյնինգներ անել, թե ոնց արվում, ինչքան ժամանակ այն ուտեստները, որ իրանք պատրաստում էին 20-25 րոպեում կարողանում են արդեն պատրաստել, բայց այնտեղ ժամը չի հերիքում, որտեղ ժամը լարվածությունը մեծ է, հա, ու որ նայում ես միջազգային է ինքը ու շատ լուրջ պատրաստված խոհարարներ էր մասնակցում, կողքից նայելուց հեշտ է թվում, թե հա, բայց որ մտնում ես արդեն տաղավար, բոքս ասվածը ու սկսում ես նախապես ռուսական բառը զակատովկա այդ նախապատրաստական աշխատանքները քեզ թվում է ժամանակը շատ է, հետո որ սկսում ես պատրաստելու այդ ժամանակը անցնում է, չես նկատում, որ արդեն ժամանակը անցնում է, բայց տղաները վրեժ երկրորդ անգամն է մասնակցում նմանատիպ մրցույթների, Վլադիմիրը առաջի, Սոնան առաջի, բայց առաջի անգամվա համար իրոք շատ լավ արդյունքներ ու ինձ թվում է սրանից հետո նմանատիպ մրցույթներին պետք է շատ մասնակցել, նաև ունենք էլի շատ լավ խոհարարներ, մեր հետ զուգահեռ նաև Իսկույն Համբարձումյանը թիմ ուներ նաև Խորվաթիայում, նույնպես էլի լավ արդյունքներով վերադարձան մեր խոհարարները։ Պետք է զբաղվել, պետք է նմանատիպ չվախենալ, շատ կարևոր է այդ վախը հաղթահարել, որովհետև խոհարարներ ունենք, շեֆ խոհարարներ ունենք, որ մի քիչ վախ կա մեջները, բա որ գնանք հանկարծ կրվենք, վայ ոնց կլինի, մենք շեֆ խոհարար, չէ, իրոք պիտի գնալ մասնակցել, նաև այդ մասնակցությունը շատ բաներ է սովորացնում, նոր ուտեստներ, նոր մտքեր, նոր գաղափարներ, նաև ինչու՞ չէ ճանաչում։ Այ նոր մտքեր, նոր գաղափարները նաև շատ բաներ է սովորեցնում, ինչպես նշեցիք, ինչ եք սովորել այլ մասնակիցներից, մյուս երկրի ներկայացուցիչ խոհարարներից եւ ինչը ձեզ զարմացրեց կամ հիացրեց նրանց պատրաստման ընթացքում կամ հենց բաղադրատոմսերի մեջ։ Մի հատ խնդիր կար, որը որ մենք արդեն ինքնաթիռով թռչում էինք, մեր բագաժը քիչ էր, մենք սարքավորումները մեր հետ քիչ էինք վերցրել, այդ տեխնիկաները, հիմնականը դանակներն էինք մեզ հետ վերցրել, իսկ այդ մոտիկ երկրները, եթե Ռուսաստանից ու մեքենաներով որ եկել էին, իրանք կարելի ասել մեկ մեծ խոհանոց հետները բերել էին, որպեսզի իրանց այդ ամեն ինչը իրանց ձեռքի տակ հարմար լիներ։ Իսկ դա կարևոր է այս պարագայում։ Իհարկե, քո գործիքներով երբ որ աշխատում ես, արդեն գիտես ոնց, եթե ինչ-որ ուրիշ գործիք կամ ուրիշ գազօջախ կամ ինչ-որ բանի վրա աշխատում ես, մինչև սովորում ես ու Ժամանակ է անցնում, այո։ Իսկ բաղադրատոմսերի մեջ հստակ ինչ-որ բաղադրատոմսեր կային այլ ներկայացուցիչների մոտ, որ իսկապես հավանել եք եւ կուզեք նաեւ կիրառել այստեղ մեր խոհանոցում։ Մրցակիցներին հետևելով հասկացանք հետևյալը, որ շատ դեպքերում իրանք իրանց ավտորսկի հեղինակային բնույթներն են ներկայացրել, իհարկե on-line հարթակում շփվում ենք, հնարավոր որ կփոխվենք, այսպես ասած, մեր բաղադրատոմսերով, մենք էլ ունենք մեր հեղինակայինը, իրանցն էլ է շատ լավը, նկարել ենք, վիդեոներ ունենք, ֆոտոներ ունենք, իրանք էլ նույն ձևի նկարեցին, իհարկե կարելի է փոխվել, որովհետև իրանցն էլ էր բավականին լավը, ինչպես նշեց մեր շեֆ Յուրան, բավականին մեծ բազայով էին ներկայացել,
որը մեզի տվեց փորձ, որովհետեւ մենք հետո երկրորդ ու երրորդ մասնակցության ժամանակ մի քիչ շատ գործիքներ տանենք։ Ոսկիները շատ վերենք։ Այ մեր հայկական ավանդական ընտանիքներում կարծես շատ նորմալ է, երբ պետք է կանայք պատրաստեն։ Ինչպես է ձեր ընտանիքներում դա։ Ձեր կանայք են պատրաստում, թե դուք եք պատրաստում։ Թե միայն աշխատանք Եվ կանայք են պատրաստում, դուք միանշանակ համամիտ եք, թե անընդհատ փորձում եք այսպես կողքից ինչ-որ նկատողություններ անել, ուղղվածություններ։ Նայ ես կարծում եմ կանայք արդեն այնքան լավ վարժված եւ սովորած կլինեն։ Մեր դեպքում այո, իհարկե երկար ամուսնական կյանքի ընթացքում անընդհատ ուզում ես սովորեցնես, չնայած որ եւ պահանջում ես, թե տատիկի սեպածը, մամայի սեպածը կխնդրեմ կրկնես նույն ձևի, եթե մի բան էլ դուրս չի գալիս, ավելացնում ես, սովորեցնում ես ու ես ասոցացնում եմ մեր խոհանոցը մեր կանանց հետ իրանցից է գալիս։ Ինչ հետաքրքիր է։ Իրականում մեր մասնակցության մեջ բավականին դժվար է տանասանվելը, որովհետև մենք ամբողջ օրը անցկացնում ենք աշխատանքի վայրում ու այդ օրվա հնարավոր ժամերին, որ պետք է հաց ուտենք, չգիտես ինչի դրսում ենք սնվում կամ հենց աշխատանքի վայրում ու ոնց որ մենք շաբաթվա մեջ շատ քիչ ժամանակ ենք ունենում, որպեսզի գնահատենք իրենց ուտեստները, բայց միանշանակ քննադատում ենք։ Քննադատում վախենալու է ինձ թվում է։ Չէ, ինչի, որովհետև երբ քննադատում ես, դու ուզում ես, որ դառնա ավելի լավը այդ է պատճառը քննադատելու, թե չէ, այնպես չի, Բայց կարելի է գովելով ավելի մոտիվացնել, քան քննադատելով։ Չէ, ես սենց ներկայացնում արդեն 29 տարվա փորձ ունեմ, 29 տարվա մեջ միշտ պարզավոր ռեստորանում էլ ենք սնվել, բայց մինչ օրս ես տուն եմ գնում ու պիտի ուտեմ մամայի պատրաստածը, նոր քնեմ ու բայց տունը վերջ անգամ որ հիշում եմ երբ եմ պատրաստել, դա եղել է 20 թվականի կոവിഡ്ի ժամանակ։ Կոവിഡ്ի ժամանակ սկսեցինք արդեն տունը խոհարարներով պատրաստել ու սա նստած համտեսում էի, թե մենք ինչ կարանք պատրաստենք տունը։ Հիմնականում այն որ ամեն օր աշխատում ես ու էլ հոգնածությունը գալիս ես տուն, մի հատ էլ տունը պատրաստել մի քիչ չես ուզում։ Բնականաբար։ Ես կարծում եմ հիմա մեզ դիտող հեռուստադիտողները մտածում են, թե այսօր ինչ են պատրաստելու։ Դրա համար առաջարկում եմ յուրաքանչյուրդ մեկական բաղադրատոմս ասեք, որպեսզի մինչև շաբաթվա վերջ արդեն բոլորը ամբողջ, այսպես ասած, մենյուն պատրաստ կլինի, բայց շատ հեշտ բաղադրատոմս, որոնք մենք կարող ենք պատրաստել։ Ու յուրաքանչյուրդ մեկական։ Վլադիմիր հերթը ձերն է։ Եվս մեկը ասեք։ Տեսեք, ես վերջերս Իժևս քաղաքում շատ կարճ ժամանակահատվածում ուզեցա օգտակար լինեմ մեր հայ ռեստորատորներից մեկին։ Հենց տոլմայից էլ սկսեցինք բնականաբար աշխատող կանայք, մեր հայ կանայք սովորության համաձայն տոլմայի մեջ դրվող միսը աղում են, իսկ ես առաջարկել եմ կտրատել ձեռով եւ մսի մի քանի տեսակ օգտագործեք, սիրելի տանտիկիններ, մի քանի տեսակ մսից բնական է, մի քիչ դժվար է, բայց խորհուրդս Խոզի եւ տավարի խառնուրդի խոզի, տավարի, գարի, հավի, 4 տեսակ օգտագործեք։ Իսկ թփով տարբերակը թե կաղամբով։ Թփով։ 4-ը մի անգամից։ Տագը ափսեն մի դրեք, որտեղ այդ ափսեն ես վերջի անգամ փորձեցի ափսեն կոդրվեց մեր սովորության համաձայն։ 4 տեսակ միս ձեռքով կդրտել, համեմել եւ լցում։ Ու ալի մսերի վրա ավելացնեն կանաչեղը, իհարկե, հա, մի քիչ բրինձ, ես փորձել եմ բլղուրով շատ համեղեցտացվե, 25-ից 30 րոպե, 35 րոպե, եթե բլղուրը, ասենք, շատ չոր է, էլի, 30-ից 35 րոպեն բավականին լավ եփվածություն է տալիս։ Հրաշալի է։ Իսկ էլի սխտոր մածունով կարելի է ուտել։ Իհարկե, հա, մեր ավանդական մատուցումը սխտորի, մածունի, թթվասերի խառնուրդով, մի քիչ շատ չեմ պարտացնի, կարելի է ուրիշ տեխնոլոգիաներ օգտագործել, բայց երևի տան պայմաններում մի քիչ դժվար լինի։ Շատ հաջորդ ռեցեպտը
Ռեցեպտ չէ, որպես զգացում որ ես հասնում կնախ եւ առաջ մեր համար ենք ուզում դրա համար անպայման հեշտ շեշտում ենք եւ արագ մենք միշտ խուսափում ենք ինչ որ սպეციფიկ բաներ օգտագործելուց այդ սխտորի գլխավորությամբ, հա, ասում ենք հանդիպմանը չեմ կարող օգտագործեմ եւ այլն, եկեք ուղակի կոտրենք այդ կարծրատիպը, ինչի, որովհետեւ այս պայդրությամբ այդ վիրուսները եւ ամեն ինչը բավականին տարածված են, որպեսզի խուսափեք ու զերծ մնաք այդ ամեն ինչից, շատ հաճախ օգտագործեք սխտոր ու ամեն ինչի մեջ ինչը որ կուտեք, օգտագործեք հաստատ չեք փոշմանի, որովհետեւ ինքը լրացնում է բոլոր համերը։ Իսկ ինչ որ հիմնական բաղադրատոմսը ասելու համար կուզենամ ասել մի վախեցեք իմպրովիզներ անել ձեր անձնական խոհանոցում տանը, արեք ցանկացած իմպրովիզ, ինչը ձեր մտքով անցնում է, ձեր ամուսիններն էլ թող ձեզ քննադատեն որպես կրիտիկ։ Քննադատելը հաճելի է։ Ես առաջարկում եմ վայելել եւ շնորհակալություն ասել։ Այո, կարելի է, ինչի՞ չէ։ Բայց ամենակարևորը պետքա այդ ուտելիքի մեջ դնեք հոգի եւ սեր։ Այդ բaragայում ինչ էլ պատրաստեք համեղա լինելու։ Այո։ Հերոսալի է։ Ես մի հատ աղցանք ասեմ, որ հաստատ ինքը հեշտ պատրաստվող է ու մեր հեռուստադիտողը եւ դուք կարող եք պատրաստել ինքը բաղադրատոմսը հիմնականը թարխունով աղցանն է, թարխուն ենք փոքր կտրատում կամ ձեռքով մասնատում, ավելացնում ենք ընկույզ, կարա ընկույզը եւ բազիլիկը կամ ռեհանը իրար հետ հավանգով կամ բլենդերով ինչ որ միքս արվում, զեյթունի ձեթով, արդեն կարող եք ավելացնել չերի լոլիկ, այնտեղ կարակ խաղող եւ այծի պանիր կամ լոռի պանիր կամ ֆետա պանիր, այդ բոլորը միասին իրար հետ խառնելուց ու համտեսեք ինքը շատ Ես արդեն յուրահատուկ համում այսպես հարմոնիային է։ Դուք պատկերացրիք արդեն ինչ համի է, չէ՞, մենք միշտ սիրում ենք, նաև կարելի է խաղող ավելացնել, այդ պանիր խաղող համադրությունը շատ համով է եւ թարխունը։ Պատրաստեք շատ լավ բաղադրատոմսը։ Գրեք այս բաղադրատոմսը սիրելի հեռուստադիտող, որպեսզի չմոռանաք։ Դուք ինչ կառաջարկեք մեզ։ Ես կասեմ, որ մեր բոլոր հայ կանանց ոչ մի բաղադրատոմս պետք չի, որտեղ իրանք արդեն պատրաստում են շատ համով, ուղղակի սիրով, բայց անընդհատ ինչ եփել հարցը կա, սառնարանը բացում են, իմպրովիզ։ Ինչ ունենք, դա եփում ենք։ Սա ամենալավագույն բաղադրատոմսն է։ Հրաշալի է, շնորհակալություն ձեզ զրույցի համար, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ հաղթանակի կապակցությամբ եւ իհարկե սպասում նորանոր հաղթանակների։ Ապագայում են մաղթում շատ հաջողություններ։ Իսկ մենք միասին գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։ Վերադարձանք գովազդից եւ ճիշտ ժամանակն է լսելու լավ երաժշտություն։ Առավոտյան էքսկուրսը շարունակվում է, իսկ դեպի ուր։ Գնում ենք դեպի Տավուշի մարզ, բացահայտենք հրաշքը միասին։ Տավուշի մարզից վերադարձանք եւ քանի որ սկզբանե խոսել ենք եղանակի մասին, եկեք միասին տեսնենք, թե որտեղ ինչ եղանակային պայմաններ են սպասվում։
Վերադարձանք եւ կյանքը քաղցր է ու մեր կյանքը քաղցրացնելու համար առաջարկում եմ դիտենք մեր նոր բաժիններից մեկը, որը կոչվում է Dolce Lika, ամենաքաղցր էջը մեր եթերում։ Անմահական բլիցներ է պատրաստելու Լիկան մեզ համար, գնանք դիտենք միասին։ Tem fé, se não tem fé, não tá bem, mas sem medo e confiança, não era mais visão. Ահա եւս մեկ բաղադրատոմս ունենք այսօրվա համար։ Շատ պարզ, արագ եւ հեշտ, այնպես որ ընթրիքը կպատրաստեք մեր խոհարարների ասած բաղադրատոմսով, իսկ հետո աղանդերը Լիկայի տված բաղադրատոմսով։ Իսկ լավ երաժշտությունը կլսեք իմ եւ Հասմիկի ճաշակով։ Երաժշտություն Շանթի եթերում։ Գնացինք։ Ասացինք լավ երաժշտություն ու վերադարձանք մեր տաղավար։ Իսկ հիմա ժամանակն է գովազ դիտելու։ Ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր, այնպես էլ այսօր Երևանյան խցանումները շարունակվում են եւ լավագույն փոխադրամիջոցը շարունակում է մնալ մետրոն։ Հենց այս տեսանյութը մետրոյի մասին է դիտենք։ Մեր եթերի ընթացքում հասցրել ենք խոսել առողջ ապրելակերպի մասին, Մանոն էլ կիսվել է իր խորհուրդներով ու հիմա շարունակում ենք այդ թեման եւ ձեզ պատմելու ենք մի հատապծխի մասին, որը շատ օգտակար է։ Մոշի մասին ենք այսօր խոսելու եւ նրա բոլոր օգտակար հատկությունների մասին։ Այսօր ձեզ համար պատրաստել էինք այսքանը հետաքրքիր հյուրեր, առողջ ապրելակերպ, շատ համեղ բաղադրատոմս, Սոնայի հետ սովորեցինք անգլերեն խոսալ, հուսանք, որ ձեր առավոտը շատ հետաքրքիր եք սկսել, եթե այն սկսել եք մեզ հետ։ Եվ իհարկե ձեզ մաղթում ենք հրաշալի օրվա շարունակություն ու լավ օր, թող լինի պրոդուկտիվ այս աշխատանքային օրը։ Հաջողություն, կհանդիպենք վաղը։